Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ամեն անգամ մենք նշում ենք, որ Elroom-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, երկու հիմնական ու կարևոր խնդիր ենք փորձում on-line տիրույթում լուծել, տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել եւ մյուս կողմից գտնել պրոֆեսիոնալների, ով իրենց տեսակով նաեւ մոտիվացնող են։ Լինում են դեպքեր, երբ իսկապես կանայք կարողանում են գտնել այն ոլորտը, որտեղ կարող են հրաշքներ գործել ու հստակ քայլերով գնում են առաջ։ Միշտ հետաքրքիր ու միշտ կարևոր են այն մարդիկ, ովքեր կարողանում են իրենց համար ինչ-որ ոլորտում ստեղծել այդ աշխարհը եւ մյուսների համար դրանով դռներ բացել։ Մարդիկ կան, ովքեր իրենց բնավորությամբ, տեսակով, հոգեբանական կերտվածքով են մի քիչ ուրիշ։ Նրանք սիրում են նախաձեռնել մարդկանց համար հնարավորություններ բացել։ Եվ ժամանակակից աշխարհում բյութի ոլորտում տպավորություն է, որ ամեն ինչ հնարավոր է, սրա հետ միասին միշտ կարևոր է գտնել այն ոլորտը, այն ուղղությունը, այն կետը, որտեղից որ դու կարող ես բացել քո հնարավորությունները, որտեղով որ դու կարող ես մուտք գործել այս հրաշալի աշխարհ։ Աշխարհի որ անկյունում էլ լինի, հայուհիները կարողանում են իսկապես իրենց տարբերվող էներգիայով հրաշքներ գործել։ Եվ ամենաբարդը այն է, երբ որ Մոսկվայում, մեգապոլիսում հնարավորություն ես ունենում հիմնադրել մի կազմակերպություն, որը շատ մարդկանց համար ուղղակի աշխարհը ուրիշ կերպ նայելու եւ այդ աշխարհում իրենց տեղն ունենալու դուռ է։ Մենք այսօր այսպիսի հրաշալի հանդիպում ունենք եւ ինձ համար շատ հաճելի է, որ մենք հնարավորություն ունենք հենց Elroom-ում զրուցելու շատ պրոֆեսիոնալ մարդու հետ, ում շնորհիվ իրականում շատ-շատերը բյութի ոլորտում կարող են ոչ միայն առաջին քայլերն անել, այլ գնալ իրենց երազանքի ետևից։ Սիրով այս պահին ուզում եմ նաև ձեր անունից Elroom-ում ողջունել LuxFest ընկերության հիմնադիր, տրեյնինգների կազմակերպիչ, ինչպես նաև OMC Armenia-ի PR մենեջեր Ռուսաստանում եւ կազմակերպիչ Հայաստանում Սյուզաննա Պետիկյանին։ Սյուզաննա, ես շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ, որ առիթ ունենք հանդիպելու եւ հենց Երևանում։ Գիտեմ, որ շատ կարճ ժամանակով դուք այստեղ եք։ Ողջունում եմ բոլորին, շատ ուրախ եմ, որ ես ձեզ մոտ հյուր եմ։ Դուք տարիներ շարունակ գեղեցկության ու ոճի մեջ եք, կենտրոնում եք, եւ ի տարբերություն շատ-շատերի ոչ միայն ձեզ, այլև շատ մարդկանց համար եք ըստ էության ճանապարհ հարթում, ճանապարհ բացում։ Բայց ձեր թույլտվությամբ սկսենք սկզբից։ Հայաստանում առաջին մասնագիտությամբ փաստորեն տնտեսագիտական համալսարանն եք ավարտել ու նույնիսկ կարճ ժամանակ աշխատել եք այստեղ բանկում։ Այո, ճիշտ այդպես։ Հետո որոշում կայացրեցիք, փաստորեն նաև կոսմետոլոգի մասնագիտություն ունեք, երկրորդ մասնագիտությամբ որոշում կայացրեցիք այնուամենայնիվ կտրուկ փոխել ոլորտը։ Ես իմ մասնագիտությունը սիրելի ընտրեցի եղբորս շնորհիվ, որովհետև ինքը լինելով ոճաբան, Մոսկվայում երկար տարիներ աշխատելուց հետո հրավերք ունեցավ տարբեր քաղաքներ, Ռուսաստանի տարբեր քաղաքներ սեմինար վարելու եւ նա ինձ ընտրեց որպես կազմակերպիչ, որի համար ես շատ շնորհակալ եմ, ես ամենտեղ դա բարձրաձայնում եմ, որովհետեւ ես գտել եմ իմ տեղը։ Ինձ շատ հարմար է, ես իմ տեղում եմ եւ ամեն ինչ անում եմ մեծ սիրով։ Այստեղից արդեն հասկացաք, որ կարող եք այս դաշտը, ավելի շատ մարդկանց համար բյութի ոլորտը հասանելի դարձնել, որովհետև Սյուզաննա, ձեր շնորհիվ, նաև ձեր կազմակերպության LuxFest-ի շնորհիվ շատ-շատերը նոր մասնագիտություն են ձեռք բերում։ Այո, այդպիսի մի դեպք պատմեմ փոքր, իմ քրոջը հրավերք արեցի իմ կազմակերպած սեմինարներից մի քանիսին, վարձահարդար էր։ Նա հետագայում ընտրեց պերմանենտ դիմահարդարումը։ Իմ կազմակերպած սեմինարներին կարող եմ մասնակցել 17-ից մինչև 25 տարեկան աղջիկներ, որոնք դեռևս չեն ընտրել իրենց մասնագիտությունը, որովհետև սեմինարներին գտնվելով կոնֆերենցիաներին մեծ իրենք կարողանում են ընտրել մասնագիտություն։ Դա իմ միտքն է եղել, ես այս տարիներ շարունակ արդեն համոզվում եմ, որ դա շատ ճիշտ է, որովհետև ամեն կազմակերպած սեմինարի ժամանակ լինում է նոր ծանոթություն եւ նոր աճ։ Այո, փաստորեն 2023-ին եք որոշել, 2023-ին արդեն հիմնադրել եք LuxFest-ը։ Ինչպես սա ամեն դեպքում նոր մի բան էր։ Կարծում եք, որ այդքան մարդկանց համար կարող եք իսկապես ճանապարհ բացել դեպի բյութի ոլորտ։ Եթե անկեղծ
Ոչ, ես միշտ ինքնավստահ եմ։ Իմ բոլոր քայլերը անում եմ վստահ։ Ես միշտ մտածել եմ, որ քայլ առ քայլ բարձրանամ ու միշտ մնամ իմ բարձրունքում։ Եղբորս հետ աշխատելու ընթացքում անդադ առաջարկներ էի ստանում, որպեսզի մեկ ուրիշ մասնագետների համար կազմակերպեմ սեմինար, բայց իմ համար դա իմ հոգուն հարազատ չէր։ Ես մտածում եմ, որ եթե ընդունեմ ուրիշ մասնագետների հրավերքը, ես կդավաճանեմ իմ եղբորը։ Իմ համար շատ դժվար էր, բայց հետո եկավ մի պահ, երբ որ ես ամուսնացա, ունեցա 2 բալիկներ ու 30 տարեկանից հետո ես սկսեցի ուսումնասիրել նեմերոլոգիա, պսիխոլոգիա, որը մինչև օրս զարգացած է, ավելի է զարգանում, Հայաստանում նույնպես։ Այդ ժամանակ ես հասկացա, որ ես պետք է լինեմ իմ տեղում չեմ, այսինքն ես կախված եմ իմ եղբորից, ինձ պետք էր ազատություն, որովհետև ես սիրում եմ ազատ լինեմ։ Կինը պետք է ռեալիզացված լինի, պետք է կինը իմանա իր տեղը, իր դիրքը, իր տղամարդու համար հետաքրքիր լինի, միշտ նորություններ իմանա, միշտ դրսից նորություններ բերի։ Այդ միապաղաղ կյանքը սառացնում է հարաբերությունները։ Միշտ պետք է լինես դու հետաքրքիր։ Առաջին հերթին քո անձի համար, երկրորդը մնացած մարդկանց։ Բայց այս մտածողությունը, Սյուզաննա, ժամանակի ընթացքում այն նշեցիք պսիխոլոգիան, հա, հոգեբանությունը, թվային հոգեբանությունը, սրա արդյունքում եք եկել։ Դուք էլ ձեր տեսակով մի քիչ ուրիշ կերպ եք, չեմ մտածում։ Դուք սիրում եք այն ոլորտը, որտեղ նոր մուտք գործել ու հետո նաև հասկանալ ինչպես կարելի է առաջ գնալ եւ ինչպես կարելի է ամենակարևորը մարդկանց օգնել, հա։ Ես իմ մեջ ունեմ դար։ Ես սիրում եմ օգնել մարդկանց, դա իմ մոտ շատ լավ է ստացվում։ Ես դրանից շատ մեծ բավականություն եմ ստանում, որովհետև երբ որ ես տեսնում եմ մարդկանց աչքերը ոնց են փայլում, դա իմ համար հազարատ գումար արժե։ Ամեն ինչ պետք է ի սրտե անես։ Դու նորից եմ կրկնում, դու բավականություն ստանաս, ես մարդիկ նույնպես քեզանից Ես սիրում եմ օգնելը շատ, այդ իմ հոբբիի մեջ է։ Սյուզան, նաև քո ըստ էության հիմնադրած կազմակերպությունը հենց Lux Fest-ը։ Հենց այս ուղղությամբ է հիմա էլ շատ կարճ 1-2 օրով Երևանում եք, որովհետև կազմակերպում եք նորից այդ մաստեր կլասեր, այսինքն մարդիկ կարող են գալ եւ հասկանալ, որ իրենք կարող են ունենալ նոր մասնագիտություն ու պահանջված մասնագիտություն, այսինքն եկամտաբեր, բայց դրա հետ միասին դուք ոչ միայն օրինակ հիմա պերմանենտ մեյքափի, հա, դիմահարդարման այս մաստեր կլասերը ներկայացնում եք լրիվ նորույթներ եւ նաեւ նյութեր։ Ես 15 օրում կազմակերպում սեմինար, ապրելով Երևանում on-line կերպով, հավաքում եմ 20, 30, 60 հոգի բյութի սֆերայի մասնագետներ եւ կազմակերպում եմ մաստեր կլաս պերմանենտ մեյքափի, կոսմետոլոգիայի, մազերի խնամքի, կտրվածքի, մեյքափի, ամբողջ սպեկտրը բյութի։ Այո, հա։ Դա իմ մոտ շատ լավ ստացվում է, որովհետև ես ունեմ 9 տարվա բազա։ Այստեղ ինչպես է գտնում, հա, այն մասնագետներին, ովքեր որ նոր են, ովքեր պահանջված են։ Երևանում երևի ձեզ ինչ որտեղ ավելի հեշտ է, որտեղ դուք շատ լավ գիտեք այստեղի մենտալիտետը, մարդկանց մաշկի տեսակից սկսած մինչև մազերի որակ։ Ակցենտը չեմ կարող դնել Երևանի վրա, ուղղակի մի հատ ասենց փոքր միջադեպ ստացվեց, երբ որ Lux Fest-ը կազմակերպել էր 25/05/2025 թվականին չեմպիոնատ по перманенту, permanent make-up-ի, այդ ժամանակ OMC Armenian կազմակերպել էր չեմպիոնատ եւ Մարինա Ալեքսեևնան ցանկություն է հայտնել հրավերքան ինձ OMC Armenia, որպեսզի մենք մեր չեմպիոնատը միացնենք, որովհետեւ նույն օրն ենք։ Ես դրա մասին ընդհանրապես տեղյակ չեմ եղել։ Ես սիրում եմ նորություններ, ես չեմ սիրում անդադ նույն բանը կրկնել։ Մտածեցի, փորձեմ, գնամ տեսնեմ ինչ կստացվի։ Գնացի OMC Armenia, Մարինա Ալեքսեևնյան հետ զրույց ունեցանք, մեր էներգիաները փոխանակվեցին, մենք իրար շատ դուր եկանք եւ որոշեցինք, որ չեմպիոնատը անցկացնենք
Lux Fest-ն ու MC Armenian միասին անցկացնենք։ 25 օրը ես էի ընտրել, որովհետև շատ լավ դատա է, նոմերոլոգիչիսկի, դա միացրեց մեզ։ Հա, 25/05/2025-ը ինձ միացրեց OMC Armenian, որի համար ես շատ շնորհակալ եմ։ Այո, ես ներողություն եմ խնդրում Սյուզաննա, որպեսզի բոլորը կարողանան հասկանալ, OMC Armenian-ում փաստորեն PR մենեջերն եք Ռուսաստանում եւ նաեւ կազմակերպիչն եք Հայաստանում։ Այսինքն OMC Armenian ինչ է իրենից ներկայացնում ու ինչպես այդպես ստացվեց ձեր ծանոթությունը, բայց ես գիտեմ, որ beauty ոլորտում շատ հեղինակավոր է եւ Մարինա Ալեքսեևնայի մասին շատ խոսում են, այսինքն հասկանալի է, որ շատ պրոֆեսիոնալ ու փորձառու նաեւ մասնագետ է։ Ես միշտ մաստեր-կլասները անցկացրել եմ հյուրանոցային համալիրի կոնֆերենց զալում, որի համար ես միշտ մտածում եմ, Հայաստանում նորմալի չկա, չեն մտածում բացեն ակադեմիա, որպեսզի բոլոր բյութի սֆերայի մասնագետները այնտեղ անցկացնեն մաստեր-կլասը, ուսուցման կենտրոն։ Միշտ փնտրել եմ ու ես ինքս եմ ուզեցել բացեմ այդպիսի մի տեղ, որտեղ բոլոր բյութի սֆերայի մասնագետները կհավաքվեն եւ մաստեր-կլասներ կանցկացնեն, բայց այդ հնարավորությունը տվեց ինձ Մարինա Ալեքսեևնան, հրավեր կարեց, այսօր ես աշխատում եմ այնտեղ եւ որի համար շատ շնորհակալ եմ, ես իմ տեղում եմ, ամսվա մեջ 2-3 անգամ կազմակերպում եմ տարբեր ոլորտի սեմինարներ, գալիս եմ անցկացնում եմ ու գնում եմ Մոսկվա։ Իմ համար ճիշտ է, մի քիչ այս ճանապարհները շատ դժվար են, բայց ես գիտեմ ինչի համար եմ դա անում, որովհետև ես ստանում եմ բավականություն։ Դա իմ մասնագիտությունն է, ես սիրով եմ անում այդ ամեն ինչը։ Նաև նոր ապրանքանիշեր եք դուք ներկայացնում, այսինքն այս beauty ոլորտում երևի ամեն օր նոր մի բան է։ Այո, ուզում եմ որպեսզի առաջինը Հայաստանում լինի, որովհետև երբ որ ես Lux Fest-ը հիմնադրեցի 2023 թվականին, դրա նպատակը որն էր, որ permanent մեյքափի աշխարհը զարգացնեմ, բոլոր մասնագետները իրենց կաբինետներում աշխատում են, դուրս չեն գալու։ Իրանք լավ մասնագետ են, բայց չեն կարողանում իրենց այդ լավ մասնագետ լինելը ցույց տալ, որովհետև ես բավական երկար խոսակցություններ ունեցել իրենց հետ, իրանք ինձ ասել են, Սյուզան, մենք վախենում ենք, ինչ կասեն մարդիկ։ Ես միշտ ինչ կասեն մարդիկ, գիտեք, վախենալուն որն է, որ քո մասին չեն խոսում։ Դա շատ լավ է, երբ որ քո անձի մասին խոսում են։ Դա շատ թե վատը, թե լավը շատ լավ է, ես դա դրական եմ ընդունում։ Դե դուք արդեն PR մասնագետ եք, վատը նա է, որ քո մասին չեն խոսում։ Չեն նկատում քեզ։ Քեզ չեն նկատում։ Այո, դրանց վատ բան չկա։ Դրա համար ես բերեցի տարբեր մասնագետների Lux կլասի Հայաստան հրավեր կարեցի ու աղջիկները արդեն տեսնելով այդ մասնագետներին, իրանց ազատ լինելը, իրանց բեմի վրա ազատ խոսալը, արդեն իրանց մեջից է դա դուրս եկավ։ Հայերը շատ տաղանդավոր են, տարբեր աշխարհի ծայրերում իրանք կան ու ամեն ինչ անում են ու շատ լավ մասնագետներ ունենք այսօրվա օրով, որի համար ես հպարտանում եմ ու ես ցանկություն եմ հայտնում բոլորին բարձրաձայնում, որ չվախենան, դուրս գան դիմեն ինձ, ես մեծ սիրով կօգնեմ իրենց համար սեմինարներ կկազմակերպեմ, որ օտար ազգի մարդկանց չբերենք մեր Հայաստան, այնքան տաղանդավոր հայեր ունենք Մոսկվայում կամ Ռուսիայի բոլոր քաղաքներում, որ իրանք թող ցանկություն հայտնեն, ես իրանց կբերեմ մեծ սիրով, իրանք կդասավանդեն եւ շատ բաներ կսովորացնեն, որտեվ պարտադիր չի որ ռուս լինեն կամ ամերիկացի կամ որ գանց տեղ դասավանդեն, որ իրանք շատ մեծ գումարներ տան մասնակցեն, սերտիֆիկատը տանեն, ոչ հիմքը դնում ենք սովորելու վրա, որովհետեւ իրանք պիտի սովորեն ու ձեռք բերեն գիտելիք։ Օրինակ 3 առաջ օրը ես ունեի 2 օրվա սեմինար permanent make-up-ի ոլորտում հայա մասնագետը Լիլիթ Մինասյանն իրար հետ եկել ենք իր առաջի սեմինարներ։ Ես իրան Սյուզան լովել ինչի ինձ իմ կաբինետից հանեցիր իմ համար աշխատում է, գալիս է Հայաստանում աշխատում է, Մոսկվայում աշխատում է, ինչի ինձ սա պետք չի։ Աղջիկները այնքան գոհ են, Հայաստանի տարբեր մարզերից են, ճիշտ է 7 հոգի էին, շատ չէին, այնքան գիտելիք ձեռք բերեցին, այնքան շնորհակալ էին։ Լիլիթը ոգևորվել էր, ասում Լիլիթ տեսնում ես, սկիզբն է դժվար։ Ես քո մեջ տեսել եմ պոտենցիալ, ես տեսել եմ, որ դու լավ փայլուն մասնագետ ես, դրա համար ես քեզ հրավերք եմ արել, որ դու
ելույթ ունենաս 10 այնքո գիտելիքը, ինչ որ դու գիտես։ Իրոք ինքը տվեց այնքան գիտելիք, որ ես ինքս որպես օրգանիզատոր բավականություն ստացա եւ այդպես ինձ ասում են Սյուզան, այդպես դու աճացնում ես սպეციալիստներին։ Այո, ես իրանց մեջ դնում եմ վստահություն ու միջավայր տանում եմ։ Այս ոլորտի մարդիկ նշում են, որ Սյուզաննան հատուկ շնորհ ունի, հատուկ տաղանդ ունի գտնելու այն մասնագետներին, ովքեր կարող են կարճ ժամանակում ամբողջական ինֆորմացիա տալ, այսինքն կարող է լավ մասնագետ լինի, բայց չկարողանա, չէ, իր իմացածը տալ։ Ես դա զգալով եմ։ Զգալով, թե ինչ-որ կրիտերիաներ։ Ես մարդու մեջ տենում եմ պոտենցիալ, ինքս տեսնում եմ, ես դա զգում եմ, իմ զգայողականությունը շատ ուժեղ է, զգում եմ մարդուն ես ու ես չեմ սխալվել երբեք։ Ու ես գիտեմ, բոլոր մարդիկ իմ կյանքում, ովքեր գալիս են, մնում են կամ գնում են, իրանք գալիս են ինձ մեծացնելու, ինձ ինչ-որ մի բան սովորացնելու։ Ես երբեք չեմ ասում թշնամիներ ունեմ, հակառակորդներ ունեմ, իրանք ինձ հակառակորդ չեն, ուղղակի իրանք եկել են իմ կյանք, մենք իրար հետ աշխատել ենք, իրանք ինձ ցույց են տվել իմ մինուսները, ես իրենց մեջ տեսնելով իմ մինուսները, ես ավելի եմ աճել։ Ցիֆրոլոգիան, փսիխոլոգիան ինձ մեծ ուղի է տվել, որպես ես ինչի ընտրեցի այդ որ սովորեմ, որպեսզի ես կարողանամ մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնեմ, իմ համար հեշտ լինի իրենց հետ խոսելը, շփվելը, առաջարկներ անելը, որովհետև 1-ից մինչև 10-ը ծննդյան օրերը հարցնում եմ, իրանք ասում են այս օրնա, ես ասենք այս օրն եմ ծնվել, ես ասում եմ, որ արդեն ես ինքս իմ մեջ գիտեմ, ինչ ձև մոտենամ այդ մարդուն։ Բյութի ոլորտը շատ հետաքրքիր է, բայց նաև շատ այստեղ վտանգավոր, մրցակցությունը շատ է։ Դժվար չի այս բնավորությամբ այսքան բաց, անկեղծ մարդ լինելով այստեղ, որովհետև շատ լուրջ հաջողություններ եք դուք գրանցում։ Շատ ճիշտ հարց տվեցիք, ես շատ անկեղծ կպատասխանեմ։ Այո, շատ դժվար է։ Այնպիսի պահեր են եղել, որ ես մտածել եմ, որ թողեմ այս ամեն ինչը, որովհետև դա ինձ պետք չի, որովհետև ես ներդրումներ եմ անում, ժամանակ եմ ծախսում, իմ փոքրիկ բալիկների ժամանակն եմ օգտագործում այս բյութի ոլորտի զարգացման համար, բայց չի գնահատվում։ Ես մի օր եկա այն մտքին, որ գնահատական ախր ես ինձ պիտի տամ, ոչ թե մարդիկ, ես ինքս պիտի գնահատեմ։ Դամար երբ որ ես գնահատում եմ իմ անձը, ինձ սիրում եմ, հարգում եմ ինձ, բնականաբար արդեն ուշադրություն չես դարձնում, որովհետև բոլոր կոնկուրենցիա է։ Բնականաբար ես էլ կուզենամ ավելի բարձր լինեմ, բայց պետք է նախանց չլինեմ, չխանգարեմ մարդկանց, այլ ձգտեմ, բարձրանամ, ասենք իմ յուրօրինակ հատկության շնորհիվ, որովհետև ամեն մարդ ունի իր մեջ հատկություն, որը պիտի ինքը բացի իր համար, հասկանա ինքը ինչ համար այս աշխարհը է, ինչ պիտի անի, ում պիտի օգնի։ Նու իր միսիան որն է այս կյանքում։ Դա որ ես հասկացել եմ դա, ես միշտ որ գնում եմ եկեղեցի, ես շատ հավատքով եմ, անչափ շատ հավատքով եմ, ամեն ինչի համար ամեն Աստծո շնորհակալ եմ Աստծուն, որովհետև ես աչքերս բացում եմ, արթնանում եմ, ասում եմ Աստված ջան, ես իմ օրը տալիս եմ քեզ, ոնց ուզում ես տես տնօրինի։ Եվ ասում եմ երեխեքին լավ պահի պահպանի, միջև իրանց մաման հասնի իրանց, որովհետև իրանց մաման գալիս է այստեղ լավ գործ անելու համար։ Երեխաները փաստորեն ձեր երկու որդի ունեք, 5 եւ 7 տարեկան, Աստված պահի, եւ փաստորեն կարողանում եք նաև համատեղել, գտել եք այդ ճանապարհը, ինչպես երեխաների հետ անցկացնել ժամանակ, հա թեկուզ ինչ որ դադարներ լինում են, բայց նաև կարողանում եք լիարժեք իրենց օգնել վայելել օրը։ Դա էլ է իմ համար շատ դժվար, տատիկները շատ իրանց ամեն ինչ թույլ են տալի, դե մաման գիտեք, թույլ չի տալի։ Տատիկներն են օգնում փաստորեն։ Իմ մամաս ու իմ սկեսուրը շատ են օգնում, որի համար ես իրանց շատ շնորհակալ եմ, որովհետև եթե իրանք ինձ չօգնեն, ես այսօր այստեղ չէի լինի, ձեր հետ չէի զրուցի, չէի պատմի իմ գործունեության մասին, որի համար շատ շնորհակալ եմ։ Ճիշտ է, դժվար է, բայց հատուկ շնորհակալություն իրականում, որովհետև եթե տատիկները առհասարակ չլինեն, երիտասարդ կանայք չեն կարող այսպես իրենց ծրագրերը կազմել
կարելի, վերջո սա ոչ միայն ժամանակ է, այլև միտքդ չէ, պիտի այդ ուղղությամբ աշխատի, այսինքն ծանրաբեռնվածության։ Ես հանգիստ եմ, որ գիտեմ, որ երեխաները ապահով ձեռքերում են, եւ ես իմ գործունեությունը վերջացնում գնում եմ իրանց մոտ։ Ամեն дեպքում այնքան ինձ մեծ բավականություն է տալիս են, որ ես գնում եմ садик, им таганere дурс են գալի, моя красивая мама пришла, моя королева пришла. Можно по-русски, они восхищаются моей красотой, потому что они видят во мне не маму, а друга, բայց իրոք ես իրանց ընկեր եմ։ Իրանք ինձ որպես ընկեր են ընդունում ու իրանք սիրում են, որ ես խնամված, գեղեցիկ լինեմ։ Այս սեմինարների ընթացքում նաև դրա մասին եք դուք խոսում կամ ձեր այդ կազմակերպած, նույնիսկ ձեր արտաքինը, հա, ամեն ինչը շատ ճշգրիտ, մշակված, ճիշտ տեղում, չափի մեջ։ Այս ամեն ինչը հենց դրա մասին է։ Սեմինարի ընթացքում նաև եք դասավանդում, որ երբեք չի կարելի իսկապես հոգ չտանել քո մասին, որովհետև դա դու ինքդ առաջին հերթին դու քո համար պիտի գեղեցիկ լինես։ Գիտեք, արտաքինին տենց նշանակություն չեն տալիս, մարդու հոգին պիտի գեղեցիկ լինի։ Եթե դու անկեղծ ես, եթե քո հոգին գեղեցիկ է, արդեն մարդիկ քո մեջ տեսնում են գեղեցկություն։ Այդ ամեն ինչը այդ շպարը, դա փոփոխական է, որովհետև դու պիտի մաքուր լինես։ Եթե դու մաքուր չես, դու պարզ չես խոսում, այն որ քո խոսքերով չես ասում ամեն ինչ, դա ընկալվի, որ ֆաֆրովա կուկլա սիդի вот էներգիան շատ կարևոր է, շատ, որտեղ էներգիայով քո համար այդ մարդը շատ գեղեցիկ է։ Շնորհակալ եմ շատ Սյուզաննա, բայց հիմա ինչ ծրագրեր ունեք, նոր ինչ պլաններ ունեք, այդ տարվա արդեն ավարտին ենք մոտենում։ Հա, ես դա չեմ թաքցնի, մի երկու խոսքով կլուսաբանեմ այդ ամենը, քանի որ արդեն լճացել են վարպետության դասերը Հայաստանում, այո, այս տարի շատ, որ շատ մեծականակ վարպետաց դասեր են տեղ ունեցել, կոնֆերենցիաներ են տեղ ունեցել, որից մեկը ես եմ արել մարտի 15-ին OMC Արմենիայի 600 հոգի մասնագետ եմ հավաքել։ Մի տարածքում բոլոր մասնագետները իրենց աշխատանքներն էին ցույց տալիս, դա Հայաստանում առաջին անգամ էր ու դրա համար անկեղծ առաջին անգամ էր ու բոլորը զարմացած են։ Ես դա արել եմ մենակ։ Ընդամենը 3 ժամ եմ քնել, 15 օրում հավաքել եմ 600 մասնագետ ու շատ փայլուն, որ ես ինձանից գոհ եի, անկեղծ։ Ես իմ արդեն հիմքը դրել եմ կոնֆերենցիաների վրա, թե կոնֆերենցիաները մարդկանց բյութի ոլորտի մասնագետներին ինչ կարող են տալ։ Իրենց տալիս են նոր աճ, իրանք բարձրանում են, սկսում են դասավանդել, դասավանդելուց հետո իրանք ընտրում են ժյուրի անդամներ, ժյուրի անդամներից հետո էլ արդեն իրանք բանա Եվրոպայի դեպի ճանապարհն են ընտրում, այսինքն աճա, անդադ աճա տեղի ունենում։ Այստեղ պիտի տեղի ունեն, այսինքն պլանավորել է։ Դե OMC Արմենիան ունի այդպեսի գործունեություն, առաջինը անում են Հայաստանում, ոնց որ եղավ 25-ին մայիսի, հետո դրանից հետո սեպտեմբերին գնացին OMC World չեմպիոնատին աշխարհի արդեն եւ այնտեղ մեր հայ մասնագետները շատ տեղեր զբաղացրեցին, որի համար Մարինա Ալեքսեևնան շատ որ գոհ այդ եկավ Հայաստան, որովհետեւ դա հպարտություն է, դա պարծանք է լինելով ինքը հայ չի, ռուսա, ինքը ամուսինն է հայ, Մարինա Արաքելյան Ալեքսեևնա ինքը շատ մեծ գործունեություն ունի հայերի կյանքում 28 տարի։ Հիմա հաջորդ տարի արդեն մեծ կոնֆերանսների սպասենք այստեղ, հա։ Կոնֆերանսների չէ, ես հիմա Zabanten Davait եմ անում նոր product, Luxfest-ից բացի։ Այսինքն դա շատ շարունակական ծրագիր է լինելու, որում լինելու են beauty ոլորտի բոլոր մասնագետները եւ ինչպես նաեւ պսիխոլոգիա, նոմերոլոգիա, մի հատ մեծ նախագիծ նմանը չունեցող առաջին անգամ Հայաստանում։ Ես հիմա դրա համար մի փոքր երկար ստեղ կմնամ, որպեսզի դա Zabanten Davait անեմ։ Ինչ է լինելու, ոնց է լինելու, երբ է լինելու,
դրա մասին արդեն կլուսաբանեմ մի փոքր ուշ։ Ես շատ ուրախ եմ, որ բացի բյութի ոլորտից նաև այ հոգեբանության եւ թվային հոգեբանության այս ուղղությունն եք միացրել, որովհետեւ սկզբում երևի կլինի միասին, հետո արդեն նաև առանձին, հա, մարդիկ ովքեր գուցե բյութի ոլորտի հետ կապ չունեն, բայց այս հոգեբանության հետ կապը սա բոլորին է պետք։ Ոնց եվրոպեյский բոլոր ընտանիքներ մարդիկ ունեն իրենց պսիխոլոգը, ունեն իրենց իրավաբան, իրենց բժիշկները, դա շատ ճիշտ է, որովհետև մենք այնպիսի դարաշրջան ենք ապրում, որ մեզ անհրաժեշտ է, որպեսզի գնաս պսիխոլոգի մոտ, քո հարցերին պատասխան ստանաս, բայց ճիշտ պսիխոլոգի մոտ։ Այո, շնորհակալ եմ շատ։ Ես ուզում եմ միշտ այսքան sense ծրագրերով լի, էներգիայով լի եւ այսքան գեղեցիկ լինեք։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ ձեզ անչափ շնորհակալ, մեծ բավականություն ստացա։ Ես էլ։ Ես կարծում եմ, որ ամեն անգամ իրականում մենք պիտի հպարտանանք, երբ աշխարհի տարբեր անկյուններում հնարավորություն են ունենում հայ կանայք փոքր քայլերով մեծ հաղթանակներ դեպի գնալ։ Եվ այսօրվա մեր հյուրը այս առումով իր առանձին ճանապարհը հարթել, մեկ քայլին ավելացրել է երկուսը ու հիմա ոչ միայն ինքն է հաղթանակներ տոնում, այլև շատ շատերի համար հնարավորություն է տալիս իսկապես բացել այդ դուռը։ Մենք զրուցում էինք LuxFest ընկերության հիմնադիր, տրեյնինգների կազմակերպիչ, OMC Արմենիայի PR մենեջեր Ռուսաստանում եւ կազմակերպիչ Հայաստանում Սյուզաննա Պետիկյանի հետ։ Ես ուզում եմ, որպեսզի միշտ իմանանք, որ մեծ հնարավորություններն իրականում մեր շուրջն են։ Եթե նոր մասնագիտություն եք ուզում ընտրել, բյութի ոլորտում նոր ինչ-որ բան տիրապետել, կարող եք հետևել այս էջերին, նաև հեռախոսահամարով զանգահարել։ Եթե ուզում եք, հա, շատ լավ մասնագետ եք ու ուզում եք, որպեսզի նաև հնարավորություն ունենան ձեր մասին իմանալու, ձեր մաստեր կլասներ կազմակերպելու, դասընթացներ, նույնպես կարող եք զանգահարել, իսկ ինչպես նշեցի, արդեն մեծ կոնֆերանսների մասնակցության եւ ներդաշնակություն գտնելու համար արդեն Սյուզաննան նշեց, որ ինֆորմացիան կլինի ավելի ուշ։ Այս բանին ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ ուզում եմ, որպեսզի իսկապես մեր կյանքում այսպիսի մարդիկ շատ լինեն ու ամենակարևորը մենք միշտ հավատանք, որ իսկապես շատ բան մեր ձեռքերում է ու երբեք չի կարելի դրանք ցալել։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։